Ռուսական խանութում վաֆլնի տորտ չգտանք և գնեցինք ֆրանսիական խանութից։ Այս մարկը լավ մարկ է, դեսերտ գնելուց կարող եք ուշադրություն դարձնել։ Հիմա տեսնենք տորթը ինչպիսին կլինի, կգոհացնի մեզ համը թե ոչ։ Ահա, թե ինչ, ինչպիսի հիանալի տեսք ունի, բայց վատ չի տեսքը։ Հիմա կտրենք։ Այսպիսին է տեսքը, խմոր գրեթե չկա, ամբողջը մուսային ու շոկոլադե խմորեղեն է, կարելի է օգտագործել նաև հատապտուղների հետ, ինչպես նկարում է պատկերված։ Ահա, այսպիսի թեթև տեքստուրա ունի։ Այս տակի ամենաչնչին հատվածն է խմոր, արդեն մուսեր են։ Ու ինչ համեղ է, շոկոլադը շատ համեղ է այս խմորեղենի, խորհուրդ կտամ փորձեք։ Հաստատ գոհ կմնաք, ամենևին քաղցր չի, բայց համեղ է։ Սիրելիներ, ահա ես ու իմ փաթեթը ծանրոց եմ ստացել, եկեք տեսնենք ինչ կա ներսում։ Ահա և վերջ, հիմա բացենք, դուք պատրաստ եք, դե գնացինք, ինչպիսի գեղեցկություն, ինչ չքնաղ բրոշներ են, հիմա եկեք ուսումնասիրենք ավելի մոտիկից, մի անգամից ասեմ, որ հերոսապատում բրոշների սերիական շարքին է պատկանում այս բրոշները, հիմա առանձին ուսումնասիրենք։ Առաջի հայացքից տեսնում ենք կրիստալներ սպիտակ և բորդո երանգների սրտի ֆորմա և սա գիտեք ինչ է, աստղի մեկ թևն է, հերոսապատում բրոշները ահա այդպիսի դիզայն ունեն, աստղիկ, սրտիկ, հավատ հույս և սեր է խորհրդանշում, ինչպես տեսնում եք այս դեպքում սրտիկի ֆորման, աստղի մեկ թևի ֆորման և հղումը արդեն գնում է հերոսապատում բրոշներին, որ այդ ժանրով է պատրաստված հետևյալ բրոշը։ Այս մյուս բրոշը, սա նույնպես ունի կախազարդ, ինչպես սա, երկուսն էլ կախազարդով են, բայց սա պատկանում է հերոսապատում բրոշներին, իսկ սա արդեն ես կասեի գեղցագինյա բրոշ, այդ դասին է պատկանում և այս բրոշը ինձ հիշեցնում է Հոլիկրաֆտ ընկերությունը իր դիզայնով, իր մարգարիտների երանգով, որովհետև ես ունեմ Հոլիկրաֆտ վզնոց, որտեղ նույնպես օգտագործված են այս բորդոյի քարերը և այսպիսի հանգած մարգարիտներ, կարող եմ այդպես բնորոշել այս մարգարիտները, նրանց գույնը հանգած մարգարիտի գույն է, ավելի մոխրագույնին խփող, չունի պերլամուտրային ծածկույթ։ Եվ հետևի հատվածը տեսնում ենք ամբողջովին նախշազարդերը ֆիլիգրան են այս բրոշի, ձեռքով կատարված ֆիլիգրան է, փականը տեսեք ինչպիսին է։ Ես կտեղադրեմ իմ Հոլիկրաֆտ ընկերությանը պատկանող վզնոցը և դուք կհամեմատեք թե մարգարիտների երանգը և թե այս կրիստալների, շատ նման է։ Հոլիկրաֆտ ընկերության ոչ բոլոր զարդերն են մակագրված և ես խիստ կասկածում եմ, որ այս բրոշը իր կախազարդով նույնպես պատկանում է Հոլիկրաֆտ ընկերությանը, եթե անգամ դա այդպես էլ չլինի, այն այնքան գեղեցիկ է ու անզուգական, որ կարող եմ համարել այս գնումս արդարացված, քանի որ այն իսկապես ինձ դուր եկավ և չեմ փոշմանել, որ գնել եմ այս երկու գեղեցկուհի բրոշները, ամենևին։ Եվս երկու հիասքանչ բրոշներ համալրեցին իմ կոլեկցիան ու կախազարդով կառուցված ունեցող այս հիասքանչ բրոշները համալրեցին իմ կոլեկցիան։ Եթե
Նախկինում հանդիպում էին բրոշները այսպիսի ամբողջական տեսքով, հիմա մի փոքր դժվարացել է ամեն ինչ։ Հնարավոր է, որ այս բրոշները հանդիպեին առանց իրենց կախազարդերի, արդեն պոկված վիճակում, ահա այս տեսքով։ Դրա համար, երբ ինձ հանդիպում են բրոշները ամբողջական տեսքով, ես անմիջապես գնում եմ, դա վինտաժային զարդերին է վերաբերվում, որովհետև վինտաժային զարդերը գիտենք, որ ունեն պատմություն 25-ից 30 տարի ավելի տարիք եւ ամբողջական վիճակով չեն ցավոք հասնում մեզ, երբեմն էլ շատ վատ պահպանված վիճակով, ոչ միայն քարերի կորուստներ, այլ նաև նկատվում են մետաղական ծածկույթի կորուստներ, տեղ-տեղ թափված մետաղը կամ քերծված կամ էլ ամենավատագույն դեպքում ժանգոտած, դրա համար պետք է անտարբեր չանցնել վինտաժային այն զարդերի մոտով, որոնք ինչ որ առումով ունեն արժեք։ Իսկ եթե բրոշները լավ պահպանված չեն եւ հնարավոր չի վերականգնել կամ մաքրել, այդ դեպքում այդ բրոշները որևիցե արժեք չունեն եւաբար խորհուրդ չեմ տա գնել։ Այնպես որ հիացած եմ ես այս բրոշներով, դուք էլ եւս մեկ անգամ հիացեք այս հիասքանչ բրոշներով։ Հերոսապատում բրոշ, գերցագինյա բրոշ, ահա այսպես եմ անվանում ես այս բրոշներին։ Եվ այսպիսի բրոշներ ես հաճախ եմ տեսնում ֆեշն նորաձևության ցուցադրություններում, մասնավորապես նաև մանտոների վրա ինձ հանդիպում է խանութներում ճիշտ եւ ճիշտ նույն կառուցվածքով բրոշներ։ Ահա այսպիսի կախազարդով։ Եվ հիմա տեսեք, եւ ահա կանաչ լույս, ինչը վկայում է, որ օգտագործվել է ուրանո ապակի։ Եվ դրա համար էլ մարգարիտները չունեին պերլամուտրային ծածկույթ, ահա թե որտեղ է ողջ գաղտնիքը, սիրելիներ։ Շատ շքեղ բրոշ է, ես շատ ուրախ եմ այս բրոշի ձեռքբերմամբ։ Տեսնում եք, կապակին կանաչ չէր, բորդոյի երանգ ուներ, բայց անմիջապես փոխեց երանգը անսպասելիորեն։ Սովորաբար կասկածում ենք կանաչ գույնի ապակիների արկայության դեպքում, որ հնարավոր է ուրանո լինի, բայց որ բորդոյի գույնի ապակուց այս քարերը կարող էին լինել ուրանո, դա արդեն մեծ սյուրպրայզ էր ինձ համար։ Հիմա եւս մեկ անգամ ցույց տամ, նայեք, սա փոխում է գույնը, իսկ սա ոչ։ Տարբերությունը տեսնում եք, չէ՞, երկուսն էլ բորդոյի քարեր են։ Ահա այսպես հերթական սյուրպրայզը։ Դրա համար ես սիրում եմ զարդերը մոտիկից ուսումնասիրել, ոչ միայն ֆոտոներով, լուսանկարներով կամ կատալոգներ թերթելով, այլ հենց իմ մոտ լինի զարդը, իմ ձեռքում գտնվի եւ ես փորձեմ ուսումնասիրել ինչպես կառուցվածքը, այնպես էլ օգտագործված նյութերը։ Եվ տեսնում ենք ինչ շքեղ կառուցվածք ունի, տեսեք, ինչպիսի բազմաշերտ կառուցվածք ունի եւ օգտագործված է մուրանո ինչպես կառուցվածքներ ինձ հետաքրքիր, բազմաշերտ եւ ժանյակային, այնպես էլ օգտագործված նյութերը, տվյալ դեպքում մուրանո ապակի։ Եվ տեսեք խորությունը այս բրոշի 3D էֆեկտով է պատրաստված, դեռևս այն ժամանակ այն էլ այսպիսի ժանյակային լուծումներով, 3D էֆեկտով հիասքանչ բրոշ։ Երկուսն էլ շատ գեղեցիկ կլինի մանտոների վրա, բացառապես ոչ միայն մանտոների, այլ նաև ցանկացած տեսակի վերնահագուստի վրա, ինչպես նաև վերնաշապիկի օձիքի կենտրոնական հատվածում կարելի է այս բրոշը կիրառել, բայց ֆեշն աշխարհում խանութներում դուք էլ նկատած կլինեք, որ մանտոների վրա հիմնականում օգտագործվում է ավելի շատ այսպիսի կախազարդով պատրաստված բրոշներ, իհարկե ժամանակակից տարբերակն են, նույն վինտաժային զարդերի կոպիաներն են, բայց չունեն այն որակը, այսպիսի որակ ենթադրենք ոսկե ջրած, ոսկե պատված մետաղ կամ ուրանո ապակուց քարեր։ Վերջին շրջանում շատ հաճախ են քննարկում կամ քննադատում ժամանակակից զարդեր, թե վինտաժային, որը կնախընտրեիք, որը կընտրեիք եւ այլն։ Ես կարող եմ ասել հետեւյալը. կախված չի գինը։ Զարդի դեպքում կարող է լինել թանկարժեք, կարող է լինել էժանագին զարդ, բայց կարևորը ձեր հագուստին չտա էժանագին տեսք։ Դա է կարևոր։ Այստեղ կարևոր չէ արժեքը, թե որքան գումար եք դուք ծախսել տվյալ զարդի դեպքում, այլ կարևորը այն է, որ ձեր հագուստը բարձրացնի, այդ դա է շատ կարևոր, որ չունենաք այդ էժանագին տեսքը։ Այդ առումով կարելի է ընտրել այնպիսի զարդեր, որոնք կհարստացնեն ձեր հագուստը, ոչ թե հակառակը, էժանագին տեսք կհաղորդեն ձեր հագուստին։ Դա մասնավորապես վերաբերվում է պլաստիկից պատրաստված զարդեր, ճիշտ է, հնում են պատրաստել պլաստիկից զարդեր, կան վինտաժային աշխատանքներ, բայց այդ պլաստիկները էկոլոգիապես բարձր նյութերից պատրաստված պլաստիկներ են եւ համարվում է բակիլիտ, որովհետև որակապես բարձր է կոնցենտրոգեն ու տոքսիկ չէ այդ պլաստիկը,
Դրա համար նախկինում վինտաժային զարդերի դեպքում օգտագործված այդպիսի նյութերը բակիլիտ են համարվում, ոչ թե պլաստիկից։ Այդպիսի պլաստիկից զարդերը կարող են էժանագին տեսք հաղորդել հագուստին։ Շատ զգուշ եղեք զարդեր ընտրելիս, ավելի լավ է ընդհանրապես զարդեր չկրել, ուրիշ աքսեսուարներով ընդգծել հագուստը, օրինակ շարֆերով, ակնոցներով ձեր կերպարը ընդգծել։ Շեշտադրումը միշտ տրվում է աքսեսուարների վրա։ Մեգապոլիս քաղաքներում մասնավորապես բոլորը հագնվում են բազիկ հագուստներ միանման, բայց շեշտադրումը միշտ տրվում է աքսեսուարների վրա։ Հարկավոր է ճիշտ աքսեսուարներ ընտրել, նորից եմ կրկնում, պարտադիր չի լինի թանկարժեք, բայց պետք է ձեր հագուստին եւ ձեր ոճին հաղորդի հարուստ տեսք։ Եթե ինձ հարցնեն կամ ձեզ եւս մեկ անգամ հարցադրում ուղեն էժանագին թե թանկարժեք զարդեր, դուք միանշանակ պատասխանեք հետեւյալը. Կարևոր չի զարդի գինը, կարևորը այն է, որ տվյալ զարդը հարստացնի մեր կերպարը։ Ահա այսպես, սիրելիներ։ Ուրեմն հերթական փաթեթն է եկել, սիրելիներ, ես շատ ուրախ եմ այս փաթեթի համար, որովհետև սպասում եմ մի շատ հիանալի թևնոց եմ պատվիրել, բայց այնքան ծանր է այս փաթեթը մի թևնոցի համար, տեսնենք ինչ կա ներսում։ Իսկ դուք պատրաստ եք, դե գնացինք այստեղից։ Ինչ է սա։ Այսինչ վիթխարի թևնոց է։ Ես չի պատկերացնում, որ այսքան մեծ է այն։ Ես այս մեկն եմ գնել, բայց ինքը մի քանիսն է դրել, ինչ հետաքրքիր է, ախր ես գացի քաշից, որ ծանր է, այստեղ մի թևնոց չի, շատ զարմանալի է։ Հիմա տեսնենք, արդեն շատ հետաքրքիր է այս բազմազանությունը։ Ինչ ճոխ է, ռետրո ոճի թևնոց է, բայց ես գնել եմ այս մեկը, այսա։ Ինձ գույները շատ դուր եկավ եւ վինտաժային փականը, ընդհանուր առմամբ ես կանաչ գույներ շատ եմ սիրում, մանավանդ գետնանուշի այս բոլոր երանգները ինձ դուր են գալիս։ Շատ հոյակապ թևնոց է, ուրախ եմ ես այս թևնոցի համար։ Հիմա հագնեմ ձեռքիս եւ տեսեք, ինչ գեղեցկություն է սա։ Ահա, իսկը իմ դաստակի չափով է, շատ գեղեցիկ գունային գամա կա այստեղ, իմ սիրելի գույները, մեղրագույնը եւ գետնանուշի բոլոր երանգները արկա են այս թևնոցի մեջ։ Ես շատ սիրեցի այս թևնոցը եւ պլյուս բոնուս այս վինտաժային փականը իհարկե ավելի շքեղ է դարձնում այս թևնոցը։ Ու ես վստահ եմ, որ հաճախ կկրեմ այս թևնոցը թե ամռան, թե գարնանային ամիսներին։ Իսկական գարնան ավետիս, այդպիսի գարնանային տրամադրություն առաջացրեց ինձ մոտ այս թևնոցը, բայց ասեք, որ նա գտել է իսկը իր տիրոջը։ Այո, դա այդպես է, երբեմն զարդերը գտնում են իսկը իրենց տերերին, որոնք ավելի կգնահատեն, ավելի կսիրեն տվյալ զարդը, ինչպես այս դեպքում է, ես շատ սիրեցի այս բրասլետը, շատ հոյակապ թևնոց է գարնանային երանգների մեջ, իմ սիրելի գունային գամայով, մեղրագույն եւ գետնանուշ երանգներով։ Ահա այսպես։ Ինձ դրել են նվեր նաեւ այս թևնոցը, այդ կինը։ Տեսեք, ոչ պակաս հաճելի գեղեցիկ թևնոց է, լոկանիկ ռետրո ոճի, այդպիսի դիզայնով, գունային գաման բորդո երանգներն են բոլոր, որը նույնպես ես սիրում եմ, բորդո, մեղրագույն, կանաչավուն, ահա այդպիսի երանգներ զարդերի մեջ, ինչպես նաև հագուստների դեպքում ես գերադասում եմ։ Սա էլ է հաճելի գույն, իմ մյուս այս բլուզի բորդոյի երանգի հետ ինձ թվում է ավելի լավ կլինի։ Ահա տեսեք, հագաբլուզս չալարեցի, ալարել բառ գոյություն չունի առհասարակ, երբեք պետք է մեկ ընդմիշտ հանել այդ բառը մեր ուղեղի բառապաշարից։ Դադադադամ, հաճելի անակնկալ ինձ սպասվեց, գնեցի կանաչը, ստացա նաև բորդո թևնոցը, ահա այսպիսի գարնանային հաճելի անակնկալներ։ Դե կա եւս մեկը, որը իմ ոճի չի, այսպիսի մետաղական թևնոցներ ես չեմ սիրում, չնայած շատ կան սիրողները, համադրում են, միքսում են այլ թևնոցների հետ, գունավոր հուլունքներով թևնոցների հետ, ասպեկտական բոլոր տիպի էլեմենտներ են արկա, ահա այսպես, նաև թիթեռնիկ, որը մեղմացնում է մի քիչ այս բրուտալ զարդը,
բայց եկեք ցույց տամ ձեռքի վրա ինչպիսին է։ Ահա, այսպիսի տեսք ունի։ Եթե կան իմ բաժանորդներից սիրահարներ այսպիսի ոճի, ինչպիսին այս բրուտալ թևնոցն է, ես կարող եմ սիրով նվիրել, որովհետև սա իմ ոճը չի։ Բայց մանրիկ հուլունքներով այսպիսի գունավոր, բայց մանր այս չափի մանր հուլունքներով թևնոցների հետ մի քանի անգամ ավելի շահեկան կնայվի, քան առանձին։ Մենակ իրեն առանձին կրել ես հաստատ չի կրի, եթե կրեի կհամադրեի այլ գունավոր գունագեղ հուլունքներով, մանր հուլունքներով իհարկե թևնոցների հետ։ Բնականաբար այսպիսի մասիվ չափերի թևնոցների հետ հնարավոր չի այլ թևնոցներ կրել, միայն մի թևնոց կարելի է կրել, մաքսիմում ժամացույց կարելի է կրել, այն էլ մյուս թևի վրա, ովքեր են դեռևս կրում ժամացույցներ դաստակին։ Հեռախոսները երբ դուրս եկան, արդեն ժամացույցները կարծես այլևս ֆունկցիոնալ չեն, ընդհանուր առմամբ ով էլ կրում է զուտ որպես աքսեսուար, ինչպես այս թևնոցները, նույնիսկ կարող է ժամացույց կրեն, բայց ժամը հեռախոսի մեջ նայեն։ Եվ վերջերս գիտեք, Ֆրանսիայում հարցում էր անցկացվել, երիտասարդ ծերնդից ժամ էին հարցրել, ժամացույցը ցույց տալով չէին կարողացել կարդալ ժամացույցը, այսինքն սլակներով ժամացույցը չէին հասկացել, թե ժամը քանիսն է։ Ահա այդպիսի ստատիստիկա է տեղի ունեցել, արդեն բոլորը սովոր են էլեկտրոնային թվերի, կապում են գադջետային ժամացույցներ, որոնք չունեն սլակով ցուցատախտակ, այդ իսկ պատճառով ներկա սերունդը չի կարողանում կարդալ սլակներով ժամը։ Ահա այդպիսի ստատիստիկա գոյություն ունի, այդպես մի խոսքով գոհ եմ եւ այս թևնոցից եւ այս նվերից, սա էլ կստանա նվերնա, ով գերադասում է այս ոճը, գրեք մեկնաբանություններում, ես սիրով կփոխանցեմ այս թևնոցը նվեր իմ բաժանորդներից որևիցե մեկին, ով կհավանի ու սիրով կկրի այն։ Ահա այսպիսի տեսք ունի այն, սիրելիներ, ահա այսպիսի տեսք ունի, այս թևնոցի էլեմենտները բակելիտից են, սա նույնպես բակելիտից է, պլաստիկ չի, ոչ պլաստիկ է, ոչ էլ բնական քար է, բակելիտ է կոչվում այս նյութը, եւ սա նույնպես 60-ականների ռետրո թևնոցներ են երկուսն էլ, այդ ոճի մեջ պատրաստված որակյալ նյութից, բակելիտը դա էկոպլաստիկն է, այսինքն այն պլաստիկն է, որը առաջինն է եղել, նախահայրը բոլոր պլաստիկների եւ էկոլոգիապես մաքուր նյութից է պատրաստված այդ պլաստիկը, որի անվանումը բակելիտ է։ Ներկայումս չի օգտագործվում այս նյութը, ստացել են ավելի էժան տարբերակները սինթետիկ կերպով, արդյունաբերության մեջ օգտագործվում է արդեն էժանագին պլաստիկը, որը ունի արդեն էկոլոգիապես մաքուր ծագում։ Նույնիսկ ձեռք տալուց հաճելի է, երբ ձեռք ես տալիս այս պլաստիկը, մաշկի վրա կրելուց էլ է հաճելի բակելիտ, ես սիրում եմ բակելիտի զարդեր, հաճախ եմ կրում, որովհետև բակելիտի զարդերը վինտաժային են, ներկայումս բակելիտ չի օգտագործվում արդյունաբերության մեջ, սինթեզվում են այլ պլաստիկ նյութեր եւ իմիջիայլոց։ Ես ոչ թե դեմ եմ պլաստիկե նյութերից զարդեր օգտագործելուն, այլ ես դեմ եմ կոնցերոգեն, սինթետիկ սինթեզված այդ պլաստիկները, որոնք կարող են առաջացնել մաշկի քաղցկեղ, բացի այն, որ աղտոտում են օդը եւ անդառնալի վնասներ պատճառում մարդկությանը, բայց այսպիսի էկոլոգիապես մաքուր պլաստիկներից ես օգտվում եմ, ինչպես այս դեպքում էլ այս բակելիտի թևնոցը ոչ մի վտանգավոր թունավոր նյութ այն չի արտանետում, օգտագործման ժամանակ նույնպես ապահով է, ալերգենածին չէ, դա հաստատել են մասնագետները լաբորատորիաներում հետազոտելուց հետո։ Ահա այսպես։ Հիմա տեսեք գույնային խաղը լույսի արևի բնական շողերի ներքո։ Բնական լույսի տակ ավելի գեղեցիկ է այս գույնային խաղը այս թևնոցի։ Բոլոր երանգները կա, կապույտ, կանաչ, կարմիր, բորդո, շատ հետաքրքիր գունային խաղ կա այստեղ, տեսա էլ արդեն մյուս թևնոցն է,
բնական լույսի ազդեցության ներքո։ Ահա այսպիսի երկու ռետրո ոճի թևնոցներ, որոնք ես կկրեմ այս գարնանը։ Շատ գեղեցիկ թևնոցներ են։ Այս չափի կլիպսներ ունեմ ես, խոշոր, մասիվ, տարբեր գույների, կարելի է համադրել միքսել այս թևնոցի հետ։